Մենք այս կյանքում ինչ ասես փնտրում ենք։ Մեզ թվում է, որ եթե հետևյալ բանը գտնենք, կամ մյուս բանը գտնենք, կամ այն մյուս բանը հասկանանք, մեր կյանքը կփոխվի ու մենք կդառնանք երջանիկ մարդիկ ու կսկսենք վայելել այս կյանքը։ Բայց իրականում մենք պիտի փնտրենք Աստծո ներկայությունը։ Իսկ Աստծո ներկայությունը փնտրելու մեր ջանքը անպատասխան չի մնա։ Երբ որ մարդը փնտրում է Աստծո ներկայությունը, ապա Աստված ուր էր կորել, որ պիտի մենք գտնեինք իրեն։ Աստված մեր շուրջն է, մեր ներսում է, ու այս փնտրտուքը պատճառ է դառնում, որպեսզի մենք Աստծուց ստանանք զորություն եւ ուժ։ Ի վերջո, ուրախություն ու ցնծություն է, երբ որ մենք սկսում ենք շփվել, լցվել Աստծով եւ ապրել այս կյանքը։ Ուրախության արդյունքը քաջությունն է, որովհետեւ քաջությունը ուժ է, զորություն է, որը սնուցվում է ուրախությունից։ Ուրախությունը սնուցվում է հավատքից։ Հավատքը մեր եւ Աստծո գեղեցիկ կապն է, անխափան կապն է։ Եվ որևէ դժվարություն, ուրախության ու քաջության առջև ոչինչ է դառնում։ Ինչու՞, որովհետև դու ուրախ ես ու շնորհակալ, որ Աստված ունես եւ Աստված ավելի զորավոր է, քան այն դժվարությունները, որոնք որ այս կյանքում քեզ կարող են հանդիպել։ Կլինեն դժվարություններ քո տկար էության, սովորությունների հետ կապված, կլինեն դժվարություններ արտաքին ազդեցությամբ, բայց կապ չունի ինչ դժվարություններ են։ Մեկ է իրենք Աստծուց զորեղ չեն։ Աստված ամենազոր է եւ չկա դժվարություն, որ Աստծուց ուժեղ լինի։ Աստված ավելի շատ է զգում մեր կարիքը, սիրելի ընկերներ, քան մենք Աստծունը։ Ու մենք այս աշխարհում ապրելիս անընդհատ շեղվում ենք աշխարհիկով, աշխարհայինով։ Ոչ թե մենք պիտի աշխարհը մերժենք, այլ Աստված ուզում է մեզ օգտագործել աշխարհում գտնվող գեղեցիկն ու բարին լուսավորը ել ավելի արմատացնելու, ել ավելի զորացնելու եւ տարածելու համար, բայց քանի որ մենք հաճախ շեղվում ենք աշխարհային տարբեր անիմաստ զբաղմունքներով, կորցնում ենք կյանքի ժամանակը։ Կյանքի ժամանակը Աստծուց մեզ պարգև է, որը պետք է ներդրել նորից ավելին հասնելու համար։ Աստված ամեն առավոտ մեզ տալիս է նոր ժամանակ։ Աստված այդ ներդրումը անում է մեր կյանքում, եւ մենք Աստծո ներդրումը պիտի եւս ներդնենք, որպեսզի կարողանանք մեր կյանքը փոխել, որպեսզի կարողանանք նաեւ ուրիշներին օգտակար լինել։ Չէ՞ որ մենք միայն մեզ համար չենք ապրում, այլ ապրելով կարող ենք Աստծով ապրեցնել ուրիշներին։ Ինչու է պետք, որ մարդը առանձնացած կյանք ունենա Աստծո հետ։ Ոմանք կարծում են, որ առանձնացած կյանք նշանակում է ճգնակեցությամբ զբաղվել։ Եվ գուցե ոմանց համար դա լավագույն տարբերակ է։ Բայց այս աշխարհում գտնվող միլիարդավոր մարդիկ ճգնակեցությամբ բոլորը չեն կարող զբաղվել։ Ի վերջո կա կյանքը, կա ընտանիքը, կա առաքելությունը, եւ հիմա ինչպես վարվել նման իրավիճակում։ Պետք է հենց աշխարհի մեջ առանձնանալ Աստծո հետ։ Լինել աշխարհում, բայց լինել նախ Աստծո հետ։ Եվ Աստծո հետ առանձնացումից հետո է, որի արդյունքում դու փնտրածդ գտնում ես, գտածդ սիրում ես, խոսքը Աստծո մասին է։ Դա բերում է քեզ ուրախություն, ուրախությունը բերում է զորություն, իսկ զորությունը սկսում է հոսել ու դու այն չես կարող պահել։ Դու ուզում ես ողջ աշխարհին գրկել ու սիրել։ Դու ուզում ես վայելել գեղեցկությունը, լույսն ու արևը, ծաղկունքը, զարթոնքը, արևի շողը, լուսաբացը, երեկոն, ամեն ինչը։ Եվ հետո քո գաղտնածածուկ առանձնացումից Աստծո հետ, որ ունեցել ես, դուրս ես գալիս, մտնում ես աշխարհ Աստծով ազատելու, Աստծով նորոգելու ու Աստծով փրկելու ուրիշներին։ Որովհետև նախ երբ որ դու Աստծո հետ առանձնացար, ինքդ ազատագրվեցիր, ինքդ նորոգվեցիր եւ դրանով փրկվեցիր։ Սա Աստծո ծրագիրն է։ Աստված նախ աշխատում է մեզ վրա, փոխում է մեր կյանքը, հետո մեզ փոխելու ընթացքում սովորեցնում է հենց մեր կյանքի վրա, հենց մեզ վրա, ինչպես վարվելու կերպերը, եւ հետո ասում է գնա եւ փոխել։ Ինչպես որ Հիսուսը իր նախ աշակերտների հետ էր շրջում եւ իրենց մաշկի վրա են աշակերտները զգում, իրենց աչքերով են տեսնում ամեն մի հրաշագործություն, ամեն մի փոփոխություն եւ նորոգություն։ Հետո նրանց տվեց տիեզերական առաքելություն, որը նկարագրված է Մատթեոսի ավետարանի 28-րդ գլխում, ասած. գնացեք, քարոզեցեք, ավետարանեցեք, բժշկեցեք։ Այսինքն այնինչը որ ես ձեզ սովորեցրեցի, հիմա ժամանակն է, որ դուք գնաք գործածելու եւ փրկելու աշխարհը։ Սա մեր բոլորի առաքելությունը նաեւ այս ժամանակների համար, սիրելի հրաշք,
Աստծուց ընկերներ ջան։ Ով կլսի թող այս խոսքը, թող Աստծով զորանա, Աստծով ազատագրվի, Աստծով լույսով ու շողով լցվի, նորոգվի, ուրախանա, քաջասիրտ դառնա եւ գնա իր առաքելությունը ամեն օր տարածելու։ Տեր Աստված, Հայր ամենակալ, արարիչ երկնքի ու երկրի, օրհնիր մեր դրախտավայրը, օրհնիր քո ժողովրդին, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին, մեր մեջ հաստատար սիրո, համերաշխության, կարեկցության, ներողամտության, համբերատարության հոգի։ Դու մեր ներող, սիրող, հանդուրժող Աստվածն ես, դու մեր ամենամեծ առաջնորդն ու օրինակն ես, Հայր ամենակալ։ Նորոգիր մեր կյանքը այսօր եւ միշտ, թող քեզնով մեր առաքելությունը փայլի ամենուր, մեր անձնական կյանքում, ընտանիքում, մեր գործի մեջ, ուր որ կլինենք, մեր միջոցով գործիր։ Մեզ օգտագործիր որպես քո ձեռքի գործիք, քո ձեռքի փոշուշոր։ Շնորհակալ ենք բոլոր բարիքներիդ համար։ Շնորհակալ ենք քո ներողամտության ու հանդուրժողականության համար։ Փառք քեզ, Տեր Աստված։ Փառք քեզ։ Ամեն բանի համար Տեր, փառք քեզ։ Ամեն։